Ես կարճ կասեմ։ Հա, ենթադրում եմ, որ ես վերջի դեպքերից հետո… Ինչ։ Դուք ասեք։ Ինչ ես ենթադրում։ Ես մտածում եմ, որ Խանզադյանը արդեն չկա, ու Ռաֆայելն էլ հանգիստ կարա գնա իր գործին։ Սխալ ես ենթադրում։ Դրա համար էլ քեզ կանչել եմ։ Ռաֆայելը Խանզադյանն է։ Այսինքն Խանզադյանը բոլորի համար մնում է որպես Խանզադյան։ Ես այտենց եմ որոշել։ Ու ոչ մեկ չպիտի իմանա, որ ինքը Խանզադյանը չի։ Մինչև ինքը գործը կանի կվերջացնի։ Հետոն կորոշենք։ Հարցեր կա։ Ես մտածում եմ, որ այդ բիզնեսը արդեն ծաղկում է ու առանց իր այլ կարող է ծաղկել։ Եթե ուզում եք, ես կղեկավարեմ այդ ընկերությունը։ Ես… Չէ։ Դու չես կարա այդքան փողը հետ բերես։ Ես քեզ զգուշացնում եմ, չխառնվես Խանզադյանի գործերին, կթողնես ինքը իր գործը մինչև վերջ անի ու պարտքերը հետ վերադարձնի։ Դու պետք է սպասես այն օրվան, մինչև քո պարտքերն էլ հետ կվերադարձնի։ Չպետք է խանգարես Խանզադյանին։ Ու իմացի, դու պետք է անես այն, ինչ որ քեզ ասվում է։ Երբ, որտեղ ու ինչպես։ Այսքանը կհիշես։ Կհիշեմ։ Ինքնագլուխ բաներ չանես։ Լինանա։ Հիմա արդեն ավելի վատասիր վիճակը։ Լինան էլ քեզնից ձեռքաշողը չի։ Գիտեմ։ Երեք ես ինձ ապուշի պես պահեցի։ Այդ սպայեցի ոնց որ Խանզադյանը կպահեր։ Դու երեք խմած էիր ու քեզ նման չէիր։ Հա, երևի։ Ես արդեն սկսել եմ երկու կյանքով ապրել։ Ու չեմ հասկանում, թե ինչու։ Լավ, եղածն եղած է։ Մնում է, որ Լինային բացատրես։ Դե արի ու բացատրի։ Երեք իրան տեսա դուրս գալուց։ Մինչև 8 ժամ մնացել էր օֆիսում։ Խմում էր։ Բայց ով կմտածեր, որ էր երկու հարբած մարդ։ Վերջացրու Մարկ։ Լավ, ես հասկանում եմ։ Մնում է, որ այս ամեն ինչը էլ չշարունակվի։ Գիտեմ, որ շարունակելու ցանկություն էլ չունեմ։ Ես իմ այնքան խնդիր ունեմ, որ չգիտեմ ոնց եմ տակից դուրս գալու։ Պետք է Սոֆիի հետ խոսեմ։ Հետո հանդիպեմ Մանեին ու Եվային։ Ես չգիտեմ ինչ եմ ասել նրանց։ Չգիտեմ ոնց եմ նայել նրանց աչքերին։ Ես չեմ կարող նայել նրանց ու չհիշել, որ ես նրանց օրը… Ես եմ սպանել։ Ոչ թե դու։ Ինչ տարբերություն։ Ինձ թվում էր Խանզադյանի հետ հանդիպելուց հետո այս խաղը կավարտվի, բայց չէ։ Ոնց է տեսնում այս խաղը գնալով էլ ավելի լուրջ է։ Բա քո մեքենան երբ կվերցնես։ Դե երևի մի 2 օրից էլի։ Հետո էլի գործերով ես գնալու։ Հա, պիտի գնամ, եթե ամեն ինչ լավ լինի, շատ լավ կլինի։ Կստացվի։ Դե հա, կստացվի, ուղղակի պիտի մի քիչ փող ներդնենք։ Չասեցիք է ինչ գործ եք սկսում։ Դե մի հատ տղակա վարսավիրական ապրանքներ ա ներմուծում Հայաստան, ինչ որ նոր ֆիրմա է, ես էլ պիտի ռեալիզացնեմ։ Հա, լավ բան եք մտածել։ Հա, լավ բան է, ուղղակի պիտի փող ներդնեմ։ Ամեն ինչ լավ կլինի։
Չես նեղացել, չէ՞ երեկվա համար։ Հա, Արմո, էդ էի ուզում քո հետ խոսել։ Եթե մենք ամուսնացել ենք, ուրեմն մենք պետք է իրար հավատանք, հա։ Էնպես արա, որ ես քեզ հավատամ ու ընդհանրապես կասկածներ իմ մոտ չլինի։ Արի նորմալ ընտանիք դառնանք։ Այդ ամենակարևորն է։ Միայն թե ինձ չխաբես։ Այդքան բան եմ խնդրում։ Ինչի կանգնեցիր։ Ես հիմա ինձ ավելի վատ եմ զգում։ Ինչ է եղել։ Ես չեմ ուզում, որ մեր հարաբերությունները ստի վրա հիմնված լինի։ Այսինքն։ Մանեսին վերջին սխալն էր։ Ես քեզ խաբել եմ։ Սոնա, ես հիմա գնում եմ գործի, մաման երեխուն կբերի։ Լևոն, Դու չես գնալու երեխու հետևից։ գիտեմ, Բա ինչ ես ուզում։ բժշկոին ինձ ասեց, որ ես պիտի հետազոտվեմ։ Հա, ես էլ եմ ասում, պիտի հետազոտվես, գնանք բժշկի։ Չէ, լսի, ես տարիներ առաջ էլի խնդիր էի ունեցել ու գնացել էի մի հատ բժշկի մոտ, հիմա ուզում եմ նույն բժշկի մոտ գնամ։ Լավ, ոնց կասես, կգնանք այդ բժշկի մոտ, կասես ով է ու կգնանք իր մոտ։ Հիմա ես կփորձեմ իր համարը գտնել, պիտի մոտս լինի ու կզանգեմ։ Եղավ։ Եթե հանգարց վատ զգաս քեզ, մամային կասես զանգի ինձ։ Եղավ։ Այստեղ դու ուժեղ ես, որովհետև չեմ կարողանում հասկանամ, թե ինչ ես խաղում։ Նպատակդ ինչ է։ Դու ավելի տափուկ ես, քան ես կարծում էի։ Կարծեմ մենք պայմանավորվել էինք, չէ՞, որ պիտի իրար չնկատենք այս տանը։ Ես քեզ այնքան ժամանակ չեմ նկատում, մինչև չես որոշում, որ դուս մեջքից հարված հասցնել։ Բայց երբ որ տեսնում եմ ինչ-որ բան ես ծրագրում, ես չեմ կարող քեզ չնկատել։ Լսի, ես ոչ մի բան չեմ ծրագրում, որովհետև ժամանակ չունեմ ինչ-որ մի բան ծրագրելու, ես ընդամենը հասցնում եմ ապրել։ Չէ։ Դու ինչ-որ բան ես մտածում։ Էլի եմ գրկնում։ Չեմ կարողանում հասկանալ նպատակդ ինչ է։ Նոր տուն գնեցինք։ Դու իբր թե չէիր ուզում, բայց ինքդ սարքեցիր։ Հիմա տղաս ուզում է զաքսով գրանցվի քեզ հետ։ Ինչ։ Էլի ես խաղում, հա, որ ոչինչ չգիտես։ Ինքդ ես արել այդ ամենը։ Նոր տուն, զաքս։ Մարդ պիտի հիմար լինի, որ այդ ամենը չնկատի։ Միայն թե չեմ հասկանում։ Ինչի Լևոն ինչ ես ասում, որ հղի ես։ Ինչ որ բան ես մտածում, հա։ Լսի, ես հղի չեմ։ Դու հետ Լևոնին կխաբես, ոչ թե ինձ։ Ուրեմն սենց, մտածի ինչ ուզում ես։ Ինձ քո կարծիքը ընդհանրապես հետաքրքիր չի, ես հղի չեմ ու վերջ։ Գիտես ինչի ես այդքան ագրեսիվ։ Այդ քո մանկությունից է։ Դու էլ մանկատան երեխեքի նման իրենց չստացված կյանքի համար շրջապատին մեղադրում են։ Ոչ ոք մեղավոր չի, որ քո մայրը անբարոյական է եղել։ Ինչ ես խաբել, Արմո։ Իմ մեքենան չկա, մանե։ Այսինքն։ Չգիտեմ ոնց կմտածես։ Մի խոսքով ես այդ մեքենան պարկի տեղ տվել եմ։ Էլի պարտքեր։ Հա, այս վերջինն էր, մանե։ Ես ուզում էի պարտքերը փակեի, որ մոռանայի այդ անցյալի մասին։ Արմո, Ինչ։ ես մեծ դժվարությամբ եմ հավատում քեզ։ Ու ես քո հետ եմ այն պատճառով, որ Գիտեմ։ Չէ, միջև վերջ լսի։ Ես հիասթափվել եմ քեզանից ու դու այդ գիտես։ Հիմա ամեն բան վերականգնվում է իմ մոտ։ Ես ուզում եմ հավատալ քեզ։ Եթե անգամ կասկածներ եմ ունենում, ես ինձ վրա աշխատում եմ ու փորձում եմ հավատալ։ Խնդրում եմ մի փչացրու ոչ մի բան, լավ։ Ես քեզ խոստանում եմ, մանե։ Ես չեմ ուզում Անուկյանին դեմ գնամ, բայց ճանապարհներ կգտնեմ։
այդ Խանզադյանին վերացնելու համար։ Ես դրան են օրն եմ գցել, որ չկարողանամ Մանուկյանի պարտքերը տա։ Բա ինչ ես անելու։ Չգիտեմ, բայց հանգիստ քայլերով կհասնեմ ուզածիս։ Չեմ էլ կասկածում։ Այդ ընկերությունը հիմա փաստացի տեր չունի, ու ինձ ոչ մի բան չի խանգարում դառնալ այդ ընկերության տերը։ Խանգարող բանը այդ Ռաֆայելն է, իսկ եթե ինչ-որ բան խանգարում է ինձ, պետք է հանգիստ սրբել, մաքրել։ Արմո, ես պապային կասեմ, որ փող տան։ Չէ, պետք չէ։ Չէ, ինչի գործ է սկսում։ Մեր համար ես չէ սկսում, այդ գործը կասեմ կտա։ Չէ, մանե, պետք չի, ես կճարեմ այդ փողը։ Պարտքով է չէ ճարելու։ Հա։ Ես էլ պապային կասեմ կտա։ Հա, բայց պարտքով։ Հետո ես կաշխատեմ այդ գումարը կվերադարձնեմ, լավ։ Լավ։ Տեղում, հա։ Չէ։ Ասել էր, որ մի ժամից կգա, հետո զանգեց հանեց բոլոր հանդիպումները։ Այսինքն չի գալու այսօր։ Չէ։ Լավ։ Բարի երեկո։ Բարև։ Ստեղ է։ Չէ, այստեղ չի։ Ոնց։ Դե ես էլ պիտի հանդիպեի, բայց այստեղ չի։ Բայց ես պետք է հանդիպեմ հետը։ Ինչ ասեմ։ Դե լավ, ես տեսնեմ երբ է գալու։ Լավ։ Լինային եք հետևում։ Արմո, հիմա դու վաղը հանդիպման ես։ Հա։ Դե արի գիտես ինչ անենք, առավոտը գնանք պապայի մոտ։ Հա, բայց պապան փող կտա։ Հա, կտա։ Մանավանդ դու այդքան շատ փող չես ուզում։ Ճիշտ է, հիմա պապայի ֆինանսական այդքան էլ լավ չի, բայց հաստատ կտա։ Դե լավ, ես գնամ լովանամ, վաղը դասի եմ։ Լավ, գնա։ Ո՞վ է։ Մարկն է։ Մի պատասխանի։ Փաստորեն արդեն գիտի։ Դե որ զանգում է ուրեմն գիտի էլի։ Դժվար մտքով անստար մեռած մարդուն զանգել։ Տնաս ինչ է ուզում։ Ալո։ Ռոման, բարև։ Բարև։ Ուզում եմ Սոֆիի հետ խոսեմ, գիտեմ որ հետը տա։ Ահագին էլ բան գիտես։ Ասա։ Մի րոպե։ Սոֆի։ Ես այստեղ եմ ուզում ներս գալ խոսել քեզ հետ։ Ստեղ է։ Հա։ Ես մեքենայի մեջ եմ։
Սոֆի, ով է ինքը, չի եկել։ Տատի ջան, ամեն ինչ նորմալ է, հետո կբացատրեմ ես քեզ։ Տղա ջան, ով ես դու։ Ինչի ես տանջում ես երեխին։ Տատի ջան, ամեն ինչ նորմալ է։ Արի գնանք ես քեզ կասեմ ինքը ով է։ Ստում էր քեզ երբեք չեմ տեսնի։ Եթե չէր ուզում ինձ տեսնել, ասեիր, ես կգնայի։ Ես ոչ մեկի չէի ուզում տեսնել։ Սոֆի։ Հետո հասկացա, որ արդեն կապ չունի ում կտեսնեմ ինչը։ Մեկ այլ ոչ մի բան չի փոխվելու։ Մարդը չի կարող ետել ժամանակ։ Շատ հաճախ մենք մեր բոլոր խնդիրների պատասխանը տեսնում ենք դրա մեջ։ Կարծում ենք, եթե այս կամ այն քայլ արած չլինեինք, ամեն ինչ այլ կերպ կլիներ, բայց չէ, դա այդպես չի։ Այդպես մտածելը դատարկ զբաղմունք է։ Ավելի լավ է չտանջես քեզ։ Եղած է եղած։ Մենք ներկայի տերն ենք։ Մենք ոչ մի բանի տերը չենք։ Ոչ մի բան չես հասկանում։ Ամեն ինչ էլ հասկանում եմ։ Ես հիմա էլ ոչ մի բան չեմ ուզում։ Ու էլ իմաստ էլ չունի։ Այնպես չի։ Դու մայր ունես։ Ու նրա համար պարտավոր ես ինչ-որ բաներ անել, անգամ եթե չես ուզում, անգամ եթե դժվար է։ Դու հիմա կգաս ինձ հետ։ Ռոմանն էլ։ Եթե մենակ ես ինչ-որ բան խմենք իրար հետ։ Ես չեմ հասկանում, դու ինձ հետևում ես։ Չէ, ուղղակի ակամա հետևեցի։ Չհասկացա։ Դե օֆիսից միասին դուրս եկանք։ Ուզում էի մի բան խմեի։ Հետո տեսա դու էլ ես ուզում մի բան խմել։ Ինչ ես ուզում։ Չէ, ես զգում եմ, որ ինչ-որ բան ես ուզում ասես, ասա։ Երևի սուրճ։ Չէ, ուղղակի ուզում եմ հետդ նստեմ, ոչ մի հետին միտք։ Գիտես ինչ։ Ես գիտեմ ինչ ես եկել։ Դու Մանուկյանն ուզում եք միասին Խանզադյանին մինչև վերջին կոպեկը քամեք։ Ու դու դեմ ես։ Այո, ես դեմ եմ, ես դրան չեմ մասնակցելու։ Բայց դու Մանուկյանի կողմից նշանակված մարդ ես։ Ու ես էլ դու էլ գիտենք, թե դու ով ես։ Այդ արդեն քո գործը չի։ Ես իմ խնդիրներն ունեմ։ Բայց ես Խանզադյանին թալանելու մեջ ընդհանրապես չեմ մասնակցելու։ Իսկ սուրճդ կողքի սեղանին կխմես, լավ։ Բայց մենք ընդհանուր շահեր ունենք։ Չեմ կարծում։ Լինա։ Ես ոչ մեկի խաղին չեմ մասնակցում։ Մանուկյանին էլ։ Առավել եւս Մանուկյանի։ Ինչ որ ասածները ու արածները իրար չեն համապատասխանում, գիտես։ Այստեղ սխալվում ես։
Խնդրում եմ ինձ իմ սիրած կոկտեյլից։ Ինձ էլ մի թունդ բան, վիսկի։ Բայց կողքի սեղանին։ Լինա, եթե ուզում ես Մանուկյանի կողքին լինելով ուրիշ խաղ խաղաս, ասեմ, որ դա ավելի վտանգավոր է։ Ջահել ես, սիրում, ինչ ես ուզում մեռնես։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Գնում եք։ Թույլ տվեք։ Տեղում, հա։ Չէ։ Ես շատ կարևոր գործ ունեի։ Հասկանում եմ, բայց տեղում չի։ Ես արդեն 4-րդ անգամն եմ գալիս։ Ես ձեզ հանդիպում կնշանակեմ։ Ես չեմ կարող ամբու գործերս թողնել ու անընդհատ գալ, գնալ։ Ես ձեզ խոստանում եմ առավոտյան կգամ եւ կխոսեմ պարոն Խանզադյանի հետ։ Լավ, այդ դեպքում 10-ին կգամ առավոտյան։ Լավ։ Տեսություն։ Մայրդ է սրտուն չի գա։ Որտեղ է։ Մորը քրոջտանը։ Հետո ես դες համար տուն կվարձեն։ Ռոմանը կմնա Մարկի մոտ։ Մինչև հասկանանք ինչ ենք անում։ Տենց Ռոմանի համար ավելի ապահով կլինի։ Հա, ավելի ապահով կլինի։ Ես չեմ ուզում որ էլի։ Ռոմանը կմնա Մարկի մոտ։ Ես գնամ իմ սենյակը։ Դու չես ուզում ես ոչինչ հասնել։ Չէ։ Ես քեզ բաներ եմ ասել, որ ցանկացած ուրիշ մեկի մոտ շատ հարցեր կառաջացնեին։ Ես Ռոբերտ Խանզադյանը չեմ։ Գնաս, բայց ինձ հիմա այդ ամեն ինչը չի հետաքրքրում։ Սոֆի, Զանգեմ Ռոմանին։ Մամ ջան, ոնց ես։ Շատ լավ։ Արտակարգ։ Միայն քեզանից մի բան եմ ուզում խնդրել։ Եթե որոշել ես այդ վայրենուն մեր տանը պահել, ուրեմն մի հատ վանդակ պիտի առնես։ Այսինքն։ Այս ինչա։ Չես տեսնում։ Սոնանա արել։ Բայելով։ Ես չեմ վիճում։ Ու չեմ կռվում։ Բայց առաջարկում եմ որևէ բան անես։ Վանդակ, զսպաշապիկ, չգիտեմ, ինչ որ կուզես։ Սոնա։ Սոնա։ Ինձ բան չունես ասելու։ Չէ։ Սոնա։ Լևոն, ոչ մի բան չունեմ ասելու։ Մամայի ձեռքը դու ես վարել։ Ինչ։ Սոնա, եթե ես քեզ պաշտպանում եմ, եթե ամեն ինչ անում եմ, որ դու չնեղվես, դա չի նշանակում, որ դու քեզ պետքա սենց պահես։ Լևոն, ես ընդամենը մամայից զգուշացրել եմ, որ ինձ չվիրավորի։ Դա քեզ առիթ չի տալիս, որ դու հարցակվես։ Լևոն, ես չեմ հարցակվել քո մամայի վրա։ Մի հատ ձայնդ իջացրու։ Ես ընդամենը մամայիդ ասել եմ, որ մորս անունը չտա։ Ու ընդհանրապես այդ թեմայից չխոսի երբեք։
Սոնա դա ոչ մի նշանակություն չունի։ Հենց հիմա գնա ու մամայից ներողություն խնդրի։ Ինչի համար, Լևոն։ Ձերքը վառելու համար, Սոնա։ Ուրեմն լսի, Լևոն, ես կյանքում ներողություն չեմ խնդրի իմ չարած բանի համար։ Իզուր ես որոշում քաղաքավարություն սովորեցնել։ Այդ կանոնները երեխաներին մանկուց են սովորեցնում, իսկ իր մանկությունը, գիտես դու… Մամա, վերջացրու։ Եթե չեք ուզում, չեմ խոսի։ Բայց դա չի նշանակում, երբ որ չեմ խոսում, ուրեմն այդ բանը չկա։ Սոնա, եթե անգամ չխոսենք, դա չի նշանակում, որ այդ անցյալը չկա։ Այդ անցյալը քեզ անընդհատ հետապնդելու է։ Դու դրանից հեռու չես փախչի։ Հիմա ինչ, Լևոն, չպատասխանեմ։ Մի հատ երկուսդ էլ սուս մնացեք, հա։ Ինձ քո ներողությունը պետք չի։ Ինձ քեզնից ոչ մի բան պետք չի։ Ես ուղղակի խնդրում եմ։ Ես ուզում եմ, որ դու լավ կին լինես, իմ տղայի համար, որպեսզի ինքը հանգիստ ապրի, երջանիկ լինի։ Ինձ ինչ։ Ինձ ոչինչ պետք չի քեզանից։ Լսի, դու ինձ… Ասացի սուս մնացեք։ Լևոն, հնարավոր չէ այսքան բանը լսել ու չպատասխանել։ Սոնա, դու հասկանում ես, որ մայրս է։ Հա, հասկանում եմ։ Եթե սենց շարունակվի, քո համար շատ վատ կլինի, Սոնա։ Այնպես որ նենց արա, որ ամեն ինչ նորմալ լինի ու աշխատի սուս մնաս։ Ալո։ Հասակ։ Հա, դուք։ Հա։ Վաղը կգամ քո մոտ։ Ռոման։ Ասա։ Սոֆի։ Դու համոզված ես, որ Արամն ու Աշոտը… Հա։ Հաստատ։ Էլ այդ մասին ոչ մի անգամ չխոսես։ Ես քեզ արգելում եմ, լսեցի՞ր։ Անընդհատ մտածում եմ, որ կարող է… Ես չէի թողնի նրանց այնտեղ, եթե… Լավ, խնդրում եմ։ Եթե անգամ զգայի, որ վարվելու եմ, չէի թողնի։ Բայց ես տեսա, որ… Վերջ, Սոֆի, էլ չենք խոսում այդ մասին։ Ինձ կասես սովր է տատիկը։ Մայրդ նրա մասին ոչինչ չգիտի։ Երբ Ռոմանի հետ ծանոթացա, ծնողներն նոր էին մահացել ու իրար մանկատուն էին տարել։ Ինքը փախել էր ընդեղից ու այլի բռնել հետ էին տարել։ Ես Արամը ամեն առավոտ գնում էինք իրա մոտ։ Ջաղարի ետևում սպասում էինք մինչև գա։ Բայց ինքը մենակ չէր գալիս։ Միշտ Անուշիկի հետ էր։ Անուշիկի ծնողներն էլ էին մահացել, բայց ինքը տատիկ ուներ։ Տատիկին չէին տալիս, որովհետև չէր կարող պահել։ Հետո որոշեցինք, որ Ռոմանը պետքա փախնի։
Անուշիկն էլ։ Չեմ ուզում պատմել։ Անուշիկը փախավ մեզ հետ, Ռոմանի հետ։ Ես էի համոզել, որովհետև տատիկը էլ չէր դիմանում, անընդհատ լացում էր։ Անուշիկը ընկավ մեքենայի տակ, 10 օր հետո մահացավ։ Աստված իմ։ Էլի իմ պատճառով։ Ոնց որ ես կարողանում ապրեմ այսքան մեղքոքուս վրա։ Ես չեմ ասում, որ դու իմացես բառեր, որոնք ինձ են խանգարել, ու մինչև հիմա խանգարում են։ Ես չեմ ուզում, որ դու էլ նույնիսկ կացավություններն ունենաս։ Դու… Ես իմը քեզ չեմ ասի հանգստացիր։ Դու մեղք չունես կամ մեղավոր ես, կամ նման հիմար բաներ, չէ։ Ուղղակի չեմ ուզում, որ դու քեզ ողջ թաղես։ Պետք է ապրես։ Չեմ ուզում ինձ իրավունք վերապահել, ասել, որ ինձ համար, բայց կամ այրդ։ Կամ բաներ կյանքում, որ մենք անում ենք առանց ուզելու։ Կամ ապրել։ Իմ կյանքում են եղել դեպքեր, երբ ես չեմ հասկացել ինչ է կատարում ինձ հետ։ Չեմ կարողացել շարունակել ապրել, բայց ամեն անգամ ինչ որ բան ինձ ետապայել ինքնասպանության փորձից։ Հիմա երբ մտակ ես, ես հասկացա, թե դա ինչն է եղել։ Հիմա դու կասու Սոֆի, ես չեմ ուզում ինձ խաբեմ։ Չեմ էլ կարող։ Ռոմանի հետ գալը ուղղակի միթել է։ Ընդհանրապես միթել, որ ինձ պահում է։ Բարև։ Բարև։ Ոնց ես։ Բարև ձեզ։ Բարև Մանե ջան, ոնց ես։ Լավ եմ, ուզում եմ պապայի մոտ մտնեմ։ Պետք է մի քիչ սպասես, մոտը մարդ կա։ Լավ։ Մարինա, պետքա մոտը մտնեմ։ Պետքա սպասես, մոտը մարդ կա։ Որ ազատվի, կասես ինձ խնդրում եմ։
Կներեք, ես չէի կարողանում ժամանակ գտնել։ Պարոն Խանզադյան, այս վերջին շրջանում բոլոր աղմուկոտ գործերը ձեզ մոտ են բերում։ Իսկ հիմա ինչն է ձեզ բերել ինձ մոտ։ Ես պետք է խոսեմ Սոֆիի հետ, իսկ նրան ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել։ Ես գիտեմ, որ Սոֆին չի այրվել ու չեմ երկի, բայց պետք է խնդրեմ, որ մի փոքր հետաձգեք ձեր զրույցը։ Չէ, չեմ կարող սպասել։ Հասկանում եք, Սոֆին մի կերպ է փրկվել այդ հրդեհից։ Նրա բոլոր ընկերներն այրվել են, ու հիմա ինքը շատ ծանր վիճակում է, վատ է զգում իրեն։ Նա անգամ մոր հետ չի խոսում։ Եթե կարելի է այսպես ասել, նա ոչ մեկի հետ չի ուզում խոսել։ Չէ, նրան սպառնում են։ Չէ, ոչ։ Գիտեք, նրանք տուն չեն գնում։ Մայրն ու աղջիկը, դա եղել է հրդեհից հետո։ Ու ամենայն հավանականությամբ նրանք վախենում են հենց այն նույն մարդուց, ով այրել է ավտոտնակը։ Ավտոտնակն այրվել է, որովհետև ներսում վարելիք է եղել, իրենց ծխախոտից բռնկվել է։ Գիտեք, այս անգամ ես թույլ չեմ տա, որ դուք հեքիաթներ պատմեք ինձ։ Ավտոտնակը այրել են։ Իսկ դատին մի ամսից քիչ է մնացել։ Ես հասկանում եմ, որ դուք պետք է խոսեք Սոֆիի հետ։ Այո, դա չի կարող սպասել։ Ուղղակի խնդրում եմ, մի փոքր ժամանակ տվեք։ Թող Սոֆին ուշքի գա։ Չէ, ես չեմ կարող։ Պարոն Խանզադյան, ես չեմ կարող։ Չեմ կարող սպասել։ Հավաքվել ես արդեն ման։ Հա։ Ես չհասկացա ինչի դու տենց որոշեցիր։ Լևոն, մի հարցրա, տենց եմ ուզում։ Լավ, բայց Եթե դժվար է, ես տաքսիով կգնամ։ Մամա, ես քեզ կտանեմ։ Եթե տանի, տեսնես որտեղ այդ ամառանոցը։ Եթե գոնե մի 3 ժամով բացակայի, ես դուրս կգամ տնից։ Մեկը դեռ չեն նկատել, որ ես բանալին չկա։